Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ձեր կարծիքով նման կերպով տանել շինարարական աշխատանքները որն է նպատակը եւ կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարը խոսում էր, որ աշխատանքները շատ նույնով ընթանում են, նույնիսկ խոսում են, որ այն մարդիկ, որոնք անհարկի իրենց մեղադրում են, կարող են եւ նրանց դատիտա սրա հետ կապված ինչ կարող է ասել եւ Տիկին Թախանյան այն հասարակները, որոնք այստեղ ներկայացրեցին, արդյոք ներկայացրել եք նաեւ պատկան մարմինների, երբևէ ձեր կարծիքը լսել եք, կարծիքների Սկսեմ վերջից, շնորհակալություն հարցի համար, այո, կարծիքների փոխանակում եղել է, ԿԳՍՄ-ում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ որ ներկա էինք եւ կիսվեցինք մեր մտահոգություններով դեռ սեպտեմբեր ամսին։ Ես անձամբ հանդիպել եմ Տիկին Անդրեասյանի հետ, պետք է ասեմ, որ բավական մտահոգ եւ այսպես ասեմ, մտածող անձնավորության տպավորություն է թողել ինքը իմ վրա եւ իր վերաբերմունքից ես հասկացա, որ պետք է արվեն ամենալավագույնը հուշարձանի համար, թե որ պահին փոխվեց այդ մոտեցումը մեր անձնական խոսակցությունից հետո, որտեղ միակ բանը, որ ես խնդրեցի, դա ըստ օրենքի իմ ներկայությունն էր եւ իմ հետ համաձայնեցումն էր նախագծի, որը այսօր իրականացվում է, ինչը չի արվել եւ իհարկե երբևիցե այսպիսի խայտառակ նախագիծ լույս չէր տեսնի, եթե չլիներ համաձայնեցումը Արթուր Թարխանյանի կենտրոնի հետ, մեր մասնագիտական խմբի հետ եւ վերջերս ուղարկել եմ այս զեկույցը Հույսով եմ, որ մոտակա օրերում անպայման խնդրանքով եւ առաջարկով, որ խնդրում եմ հնարավորություն ստեղծել նորից հանդիպելու եւ արդեն հստակ, որտեվ սեպտեմբերի սկզբին զեկույց չկար, նախագիծ չկար։ Հիմա զեկույցը կա, նախագիծը կա, վերլուծականները կան, մեր հանդիպումը շատ ավելի փաստերով կարող է գնալ առաջ։ Ինչ վերաբերվում է ընդհանուր ծավալների Նորից ուզում եմ անդրադառնալ հավելագրումները, որոնք որ տվել են, թույլ են տվել ճարտարապետները, շատ մեծ են եւ անիմաստ են, բացարձակապես անիմաստ են եւ դա պարզապես պետության գումարի սպառնում են, վատնում են։ Գիտեք, կներեք ռուսերենի անցնեմ, մի հատ ռուս ասացված կա, в мире нет ничего страшнее дурака։ Թողների ինձ իմ կոլեգան։ Անգրագիտությունը, ինչպես դու կարող եք գծագրերի մեջից եւ զեկույցի մեջից վերցնեք։ Սաշուր Քալաշյանը ընդամենը իր համաձայնեցումն է տալիս, ինքը չի մասնակցում նախագծային այս process-ին, հասկանալի է, համարյա 90-90 անձնավորություն է։ Իսկ նախագծի վերահսկումը իրականացվում է Հայ նախագիծ ինստիտուտի տնօրենի կողմից, Ազիզյան Գրիգորի կողմից եւ ես սպասում եի, որ ինքը փորձառու կոնստրուկտոր լինելով, իրոք լավ մասնագետ լինելով, շատ ավելի մեծ ուշադրություն կդարձնի եւ կձևավորի ոչ թե մեկ մարդուց կազմած խումբ, այլ լուրջ նման Հայ նախագիծը դա լուրջ կազմակերպություն է։ Այսօր Երևան Հայաստանի ամենահամար 1 ֆլագմանսկի նախագծային կազմակերպությունն է։ Եվ ստեղ պետք էին հավաքվեին բազմաթիվ մասնագետներ եւ վերահսկողություն արվեր այս ամբողջ գործի համար։